բազմիցս իշխանության կողմից անընդհատ խոսույթում հիշատակվում է եվրոպական արժեքներ, եվրոպական ինստիտուտների դերի կարևորում, միևնույն ժամանակ այդ ամեն ինչին զուգահեռաբար տեսնում ենք քաղաքական բռնաճնշումներ, սեփականության խլման process, քաղաքական բանտարկյալների թվի աճ։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը ճիշտ ընկալի իրականում եվրոպական արժեքները ինչի մասին են, որովհետև եթե դրա մասին բարձրաձայն խոսում են, ես ուզում եմ նաև մեջբերում անել 2026 թվականի Videm ինստիտուտի հեղինակների զեկույցից այն հատվածը, Videm ինստիտուտի, շվեդական Videm ինստիտուտի հեղինակների զեկույցի այն հատվածը, թե ինչի ասում Հայաստանի մասով։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դիմեց անձնակենտրոն կառավարման ոճին, սահմանափակելով խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակության տարածքը եւ քաղաքացիական ազատությունը։ Ատելության խոսքի, ապատեղեկատվության եւ բևեռացվող տարածումը նպաստում է ժողովրդավարացման անկմանը։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը ճիշտ ընկալի, թե ինչ է եվրոպական արժեքները։ Խնդրում եմ այս հարցին անդրադառնալ։ Բայց մի վարքյան Տիկին Հովսեփյան, հարգելի գործընկերներ, ես արդեն 5 անգամ խնդրեցի լռել եւ չխանգարել նիստի ընթացքը։ Խնդրեմ, պատասխանեք։ Տեսեք, այո, կան այնպիսի պատկերացումներ, սուբյեկտիվ, օբյեկտիվ պատկերացումներ արժեքների առհասարակ, համամարտկային արժեքների մասին, կան տարանջատվում են որոշակիորեն նաև եվրոպական արժեքներ պատումներով տարածվող խոսույթը, եւ ձեր նշած օրինակները, ինչի որ արդարացիորեն նշել եք, միանշանակ չեն նպաստում եվրոպական արժեքների տարածմանը, բայց ես ստեղ ավելի վտանգավոր մի միտում եմ տեսնում։ Երբ որ մեր հասարակության մեջ պատկերացում է ստեղծվում, որ եվրոպական արժեքները հենց այն են, ինչ որ դուք թվարկել եք, մարդկանց մոտ առնվազն տարակուսանք է առաջանում, արդյոք դա հենց այն է, ինչին որ պետք է ձգտել։ Հետևաբար կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ խեղված պատկերացումներ չլինեն հասարակության մեջ, եւ իշխանությունը հենց ինքը պիտի լինի օրինակը, իսկական օրինակը եվրոպական արժեքները տարածելու, եւ որպեսզի մենք օրինակ Հայաստանում չունենանք աննախադեպ թվով քաղբանտարկյալներ։ Չունենանք այնպիսի մի պատկեր, որ ատելության խոսքը հասնում է ռեկորդային մակարդակների։ Չունենանք այնպիսի պառակտում, որը որ այսօր ունենք։ Իրականում պառակտման մասին շատ կուզեմ նայ ավելի ծավալվել, եթե հնարավորություն լինի դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ, որպեսզի մենք չունենանք այնպիսի պատկեր, որ մեկ ընտանիքում քաղաքական հայացքների պատճառով տեղի են ունենում վիճաբանություններ, բաժանումներ, այդ պառակտումը ատոմային մակարդակի է հասել այսօր Հայաստանում, որ այս բևեռացումը հասցնում է բազմաթիվ խնդիրների, եւ ես իսկապես կցանկանայի, որ որդեգրվի այնպիսի քաղաքականություն, որ իրապես եվրոպական արժեքները տեղ գտնեն հասարակության մեջ, այնպես, ինչպես որ մենք դա պատկերացնում ենք, եւ այնպես, ինչպես որ դրանք իրապես կան։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Այ ավելի կոնկրետ անդրադարձը ուզում եմ հետեւյալին մոտենալ, որ ինչպես է գնահատում նաեւ ավելի կոնկրետ իրենց այսօրվա իշխանության քաղաքական վարքագիծը, ինչ կարծիքներ են ընդհանուր կերպով ձևավորվում հասարակության մոտ, արդյոք դա ազդում է ԵՄ-ի վարկանիշին, եվրոպական ինստիտուտների վարկանիշին, արդյոք հասարակության մոտ կոնկրետ փոխվում է այդ վարկանիշը։ Հենց որպես վտանգ դա եմ փորձել ներկայացնել, որ ավելի մեծ ռիսկ եմ պատկերացնում այն, որ մարդկանց մոտ պատկերացումները եվրոպական ինստիտուտների նրանց նկատմամբ վստահությունը, հավատը կարող է հետընթաց ապրել։ Դրա համար մեր հենց առաջնային գործառույթը պետք է լինի այն, այս ուղղությամբ երբ թե խոսում ենք եվրոինտեգրման մասին, պետք է լինի այն, որպեսզի այդ պատկերացումները իրապես համապատասխանեն եվրոպական արժեքներին, ինչ վերաբերում է օրինակ դատական իշխանության անկախությանը, իրապես անկախ դատարաններին, ես սա իրապես համարում եմ Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը, որովհետև սա պետականության հիմքերն է, երբ որ դատավորը
անկախ չէ իր որոշումները կայացնելիս, եթե նա առաջնորդվում է այս կամ այն քաղաքական ուժի կամ այս կամ այն քաղաքական գործչի հրամաններով, երբ որ նա վախ է զգում իր որոշումները կայացնելիս, նա չի կարող լինել արդար։ Սա կարևորագույն խնդիրներից եմ համարում եւ համարում եմ, որ հնարավորինս պետք է գործողություններ ձեռնարկել այս արատավոր երևույթը վերացնելու համար։